Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական զարկերակը ավելի արդար շուկաներ հանուն ներառական աճի զեկույցով կանխատեսում է Հայաստանի տնտեսական աճի տեմպի թուլացում, 2025-ի համար կանխատեսելով 5.2, իսկ 2026-ի համար 4.9% տնտեսական աճ։ Զեկույցում մենք նկատում ենք, որ Հայաստանում աճի տեմպը սկսել է դանդաղել, չափավորվել, որը պայմանավորված է նախկինում նկատված ժամանակավոր գործոնների թուլացմամբ։ Եթե դեռ 2022 թվականին գրանցվում էր 12.6% աճ, ապա 2023-ին այն իջավ դառնալով 8.3%, 2024-ին 5.9%, իսկ այս տարվա առաջին կիսամյակում 5.6%։ Լրագրողների հետ զրույցում ասաց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Վիկի Չեմութայը։ Ինչ վերաբերում է այս տարվա կանխատեսումներին, տնտեսագետն ասաց, որ հետազոտությունների համար օգտագործել են մինչև 2025 թվականի օգոստոս հարկատվյալները։ Կանխատեսում ենք, որ 2025 թվականին աճը հնարավոր է կազմի 5.2%, 2026-ին հնարավոր է ավելի իջնի, կազմելով 4.9%, իսկ 2027-ին 4.7%, նշեց Համաշխարհային բանկի տնտեսագետը։ 2025-ի համար Հայաստանի կառավարության տնտեսական աճի կանխատեսումը 5.2% է, իսկ 2026-ի համար 5.4%։ Նախանշված մակրոտնտեսական ցուցանիշներին հասնելու համար Համաշխարհային բանկի տնտեսագետների խորհուրդներն են մրցակցության հետ կապված սահմանափակումների կարգավորում, գյուղատնտեսական ապրանքների արտադրողականության բարձրացում եւ արտահանման դիվերսիֆիկացիա։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության եւ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ մաքսային անցման կետ ժամանած 3 բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության։ Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել է, որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, արկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք։ Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում։ Ստացված տեղեկությունների համաձայն պետական սահմանից ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ։ Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ագարակ մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված եւ մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։